Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Արկածների հետքերով անցնենք փորձությունը ջրսով հետքերով արկածների Հայտարարում եմ թիմային թերապիայի կանոնները։ Խոսում ենք հերթով ու արտահայտում ենք մեր ներսում կուտակված խնդիրները։ Պայմաններից մեկը անկեղծությունն է, երկրորդը ըմբռնումով մոտենալը։ Դավիթ, սկսիր։ Պարոն Արմեն ջան, 1000 անգամ կներես, բայց ես գոռին չեմ կարող ըմբռնումով մոտենալ։ Ահա, այս սկսվեց։ Ինչ ես ուզում ինձանից, թողնեմ գնամ։ Գոր, դու արդեն ըմբռնումով չես մոտենում։ Թող մարդը հանգիստ արտահայտվի։ Եթե գոռի թեմայով ենք խոսելու, ես էլ արտահայտվելու բան ունեմ։ Ես չեմ հասկանում, այս խմբային թերապիա է, թե բոլորն ընդդեմ գոռի միջոցառում։ Էս Մարիան ուրա։ Թեկուզ և մենակ լինի պարախում, աշտահասակոնը չի ծվախում, հապամինայի հսկա հասակին ոնց է մեկնվել, ասես ահագին կահունքի լինի անտարում ընկած, իսկ եթե դեպից վեր կացավ հանկարծ, գլուխը մեխած մահակը ձեռքին, ձեն տարավ կանչեց զուլում շներին ու գլտվայրենի կանգնեց ինչպես սար, հեն ժամ կիմանաց թե ինչի համար, թե գող թե գազան, հենց դատարկ վախից, հեռուն են փախչում նրա պարախից։ Դավիթ, շարունակիր։ Գոր, բոլորը չգիտեն, բայց ես հաստատ ուժեղ կողմն եմ։ Քո պատճառով թրջվել եմ, վառվել եմ, ընկել եմ։ Վերջի վերջո վախեցել եմ։ Հալավ, հո դու վախկոտ չես։ Վախկոտ եմ ախպեր։ Կլինի ինձ հեռու մնաս։ Ես չեմ ուզում քո հետ խմբային թերապիա, օգտակար շփում, ընկերական զբոսանք։ Ախպեր, ինչ ես ինձից ուզում։ Դավիթը ծայրահեղ արտահայտվում, բայց ոչ անհիմն։ Դու անտանելի ես դարձել։ Ինչ որոշել ես փրկարար դառնալ, հետդ խոսել չի լինում։ Կարծես քեզ պետքա մեծարեն, քեզ պարտական լինենք, բայց ինչի, դու դեռ նույնիսկ ոչ մի պիտանի բան չես արել։ Չեմ հասկանում։ Գոր, բա դու ինչ կասես։ Եսիմ, երևի դուք ճիշտ եք։ Երևի ես այդքան էլ լավը չեմ, երևի ես այդքան էլ արժանի ընկեր չեմ։ Ես կգնամ ձեզ չեմ խանգարի, բայց չեմ էլ օգնելու։ Գոր, բա ըմբռնումով մոտենալը։ Ես ըմբռնումով եմ մոտենում։ Դե, գնաց։ Դու անտանելի ես դարձել։ Ինչ որոշել ես փրկարար դառնալ, հետդ խոսել չի լինում։ Կարծես քեզ պետքա մեծարեն, քեզ պարտական լինենք, բայց ինչի, դու դեռ նույնիսկ ոչ մի պիտանի բան չես արել։ Չեմ հասկանում։ Առաջին հոգեբանական սեսիան համարում եմ ձախողված։ Դու էլ սուս մնա, հա, քեզ դրել ես ամենագետի տեղ մեզ խելք ես սովորացնում։ Ճիշտ ասում Արմեն, դու էլ վերանայի պահվածքդ։ Մենք քո ընկերներն ենք, իսկ դու դադարել ես մեզ սիրել որպես քո ընկերներ։ Մենք եթե քո ուսումնասիրություններում պետք չլինենք, երևի մեզ չէիր էլ բարևի։ Ինչ, դու պատանի չես? Դու չես սխալվում։ Հա, դե ասա։ Են լորոցորն է, ուր հանդիպակած, ժայռերը խորունք նոթերը գիտած, դեմ ու դեմ կանգնած, համար ու անթարդ, հայացքով իրար նայում են հանդարդ։ Նրանց ոտքերում գազազած գալի գալարվում է գիշ դեպետը բոնի, խելակար թրջում քարերի գլխով, փրփուր է թքում անզուսպ երեխով, թքում ու զարկում ժեռուտ ափերին, փնտրում է ծաղկած ափերը հին ու գոռում գիշ-գիշ, վաշ-վաշ, վիշ-վիշ, վաշ-վաշ։ Դե ասեցինք արտահայտվեք, բայց չասեցինք իմ հասցեին։ Ես ինչ անում եմ, լավ եմ անում ու ճիշտ եմ անում։ Ուղղակի դուք դա չեք հասկանում։ Իսկ հիմա մտածեք ոնց է գորի սիրտը շահելու, որովհետև դուք նրան նեղացրիք։ Ոչինչ, թող մի քիչ նեղացած մնա, համ էլ կմտածի արարքի մասին։ Տենց լավ չի, վերջում էլ կասես թող օրագիրը բերի, որ վարքի համար գնահատես։
Բայց ես մտածեցի ոնց գորի սիրտը շահենք։ Դու անտանելի ես դարձել, բայց դու դեռ նույնիսկ ոչ մի պիտանի բան չես արել։ Կլինի ինձ հեռու մնաս։ Ինչ ես ինձից ուզում։ Օգնեցեք։ Օգնեցեք։ Լավ, չէ, Գորջան։ Դա, բարի համար ենք, որ ես հաշվի հարդար տեսա ու ներում եմ քո մեղքերի մի մասը։ Ես նեղացավ։ Գոր հետ արի, կատակ էինք անում։ Գոր։ Ես ուզում եմ հասկանամ, դուք ձեր արածից գոհ եք։ Հալա մի հատ գլորվել է էլի։ Ես իրա պատճառով ծառից եմ ընկել։ Հաստատում։ Դուք նեղացրիք գորին։ Լավ, Արմեն ջան, քեզ էլ խնդրեցինք, որ չփիլիսոփես։ Ես միացավ մին այ, հա, քեզ էլ դաստալու մեթոդ կգտնենք։ Մարտահրավերն ընդունված է։ Սենսեյ Օմիկ, բայց դուք ինձ կանչել էիք։ Կես ժամը ներկա եմ։ Այո, Դավիթ, նստիր, այս պարբերությունը ավարտեմ, խոսենք։ Ահա։ Շահանե, ինչի չէիր ասել, որ նոր գրքեր ենք ստանալու։ Քեզ թվում է պատրաստվում էի առանց քեզ դասավորել։ Սրանք թողնում եմ այստեղ, տեղ ունեմ գնալու։ Ուր։ Կգնամ, կգամ, կիմանաս։ Մինչև գամ կդասավորես, լավ։ Էդ ինչ գիրք ես կարդում։ Մովսես Խորենացու հայոց պատմությունը։ Չէիր կարդացել։ Ինչի դու կարդացել էիր։ Չէ, բայց ես ուսուցիչ չեմ, աշակերտ եմ։ Չէ, ես կարդացել էի, ուղղակի Շահանեն մի երկու հարց տվեց, չհիշեցի, ջղայնացավ, կարդում եմ։ Դու Շահանեին որտեղ ես տեսել։ Ես պապիկի գրքերից մեկն եմ կարդացել, տեղեկություն էի փնտրում։ Գտար։ Հա։ Չէ, չգիտեմ։ Սպասիր, Դավիթ, նախ ես գիրքը ավարտեմ։ Ախր պետք է հասկանալ այս գրքերի տրամաբանությունը։ Ոնց, առաջին անգամ ես գիրք կարդում։ Երկրորդ։ Ոնց երկրորդ։ Կատակում եմ Դավիթ ջան, ես համալսարաններ ավարտած հնագեց սենսեյ եմ, ինչեր ես խոսում։ Սենսեյ ջան, բա քանի հատ համալսարան ես ավարտել։ Դավիթ, մենք չենք հավաքվել այստեղ իմ մասին խոսելու համար։ Գնա նստի ու սպասի։ Հա, լավ։ Գնա նստի ու սպասի։ Մարիա, ո՞նց ես։ Ուզում եի ասել, ինձ մոտ ամեն ինչ հրաշալի է, ցտեսություն։ Դավիթ,
Ուր են հասել որոնումները։ Գլուխ ես պահում։ Չէ, ուրա Օնիկ ջան, մագաղատ դուր սկսեմ աշխատել։ Կարող եք գիտես ես պայծառատես եմ։ Դավիթ չբորբոքվես։ Վերջ, հասկացա, սպասիր։ Սուրճին նայի հիմա կգամ։ Վերցրու։ Տանել չի կարելի։ Հա, լավ, հիշում եմ։ Կատակասերներից նայեք։ Ես այստեղ եմ։ Ես դեռ չեմ տեսնում։ Չես կարող բացել։ Քո կարծիքով հոգեբանական սեսիայի կարևորագույն հատվածն է զրույցներն են, Արմեն։ Իհարկե ոչ, Շահանե ջան, բայց արի չբացառենք, որ այս զրույցները նաև հոգեբանական սեսիայի շատ կարևոր մաս են կազմում։ Շահանե ջան, բայց արի ինձնից խոսելու փոխարեն խոսենք քեզնից։ Օրինակ ինչից կուզեիր, որ խոսենք։ Հոգեբանությունից։ Ինչ է քեզ համար այն, Արմեն։ Կարլ Գուստավ Յունգը ասում էր. «Մինչև անգիտակցականը չսարքես գիտակցական, այն քեզ կկառավարի մինչև կյանքի վերջ ու դու դա կանվանես ճակատագիր»։ Ես ուզում եմ գիտակցականի տանող ճանապարհը վերածել բոլորին հասանելի քարտեզի։ Իսկ ինչու ես ուսումնասիրում ընկերներիդ։ Որովհետև ընկերներիս հաստատ անգիտակցականն է կառավարում։ Իսկ ինձ ինչու ես հրավիրել։ Շահանե ջան, կներես, բայց ես կարծում եմ, որ քեզ էլ լավ անգիտակցական։ Պատասխանիր, Արմեն, միգուցե կարևոր է։ Հա, գոր։ Արմեն, այստեղ երեխա կա վտանգի մեջ է։ Մայրը ուշաթափված է, բոլոր դռներն էլ փակ են։ Ինչ անեմ, չգիտեմ։ Որտեղ ես ինչ երեխա։ Չգիտեմ, հիմա լոկացիան կուղարկեմ, շուտ արա մի բան մտածի։ Ինչ է եղել։ Չգիտեմ, ասում է երեխա է վտանգի մեջ, կինա ուշաթափված, չեմ հասկանում։ Տուր ինձ։ Գոր, լսում ես ինձ։ Շտաբ զանգիր 112։ Բարև ձեզ, այստեղ երեխան ու նրա մայրը օգնության կարիք ունեն։ Ինչա պատահել։ Տանն են, վերևում են, բոլոր դռները փակ է։ Ինչի եք վազում։ Վազիկ իմանաս։ Կամ ասա ինչի եք վազում, կամ ես էլ չեմ վազելու։ Հա, գոր։ Արմեն, փրկարարներն այստեղ են։ Լավ, սպասի, հեսա կհասնենք։ Դավիթ ջան, ասածդ ինչ, հա։ Ախպեր, ձեր սիրելի փրկարը դեպքի վայրում է։ Եթե ինքը չի կարողանում օգնել, մենք հաստատ չենք կարողանա։ Քեզնից որպես ընկեր ակնկալվում է լինել ընկերոջ կողքին։ Դավիթ ուզում էր ասել, որ կարող ենք ընդամենը քայլելով գնալ։ Դուք կարող եք չգալ։ Անունդ ինչ է։ Գոր, Գորջան դու ես զանգել 112։ այո, Պատմես։ դե ես այգում էի, ձայներ լսեցի, վազեցի, եկա հասկացա, որ ոչ մի բան չեմ կարող անել։ Հետո Դե զանգեցի 112։ ապրես Գորջան, իրաց մոտ ամեն ինչ նորմալ է։ Մայրը արթնացավ, երեխաները այլևս փակ դռան հետևում չեն։ Ապրես, շնորհակալություն։ Ես ձեզ մի քանի հարց ունեմ։ Լսում եմ։ Դե ես էլ եմ ուզում դառնալ փրկարար։ Ու հարցը որն է։ Դե ինչ պիտի անեմ։ Գորջան, դու արդեն փրկարար ես։ Իսկ համազգեստ թաքնելու համար քեզ պետք է երկար տարիների ուսում եւ պատրաստվածություն, բայց առանց համազգեստ էլ կարելի է հերոս լինել։
Տղեր, գնացինք, եկեք, գնացինք հաջողություն։ Գոր ինչ է կատարվում, ձեկուսիր իրավիճակը, գոր։ Գոր։ Միգուցե մենք գորի նկատմամբ իրոք շատ դաժան ենք։ Աննա ջան, դու կարդացած աղջիկ ես։ Չգիտես, որ դաժանությունը միջնադարում է եղել։ Համել կատակ ենք անում։ Մի քիչ էլ դաս ենք տալիս։ Իսկ որ քեզ նման կերպ դաս տային ոնց կընդունեիր։ Բայց ես ինչ եմ արել։ Կարծում ես անթերի ես։ Չէ, բայց հանցանքի չափ կա, հոդված կա Աննա ջան։ Շապիկետ հարցակնողն ու կարմիր լույսի տակով անցնողը չեն կարող նույն պատժին արժանանալ։ Մենք պետքա գորից ներողություն խնդրենք։ Ուզում ես։ Խնդրի։ Լավ գոր ջան, ասենք այդ ամեն ինչը մի կողմին չէիր հուզվել։ Դե հուզվել էի Արմեն, ես էլ եմ արդ, հետո ինչ որ հերոս եմ։ Լավ այ հերոս, որ Շահանեն չասեր զանգի, այդպես մնալու էր այդտեղ կանգնած։ Հա։ Բա ուր մնաց ընկերասիրությունը Դավիթ։ Աննա, մենակ մեկը կա, որ ընկերասերա, դա ես եմ։ Եթե ես չլինեի, դու հիմա գրքերիդ մեջ էիր լինելու, Մարիան իրա թվերի, գորը կրակների, Արմենն էր ձեր գլուխների։ Հիմա քեզ թվում ամեն ինչ ավելի լավ է։ Ախպեր ինչ ուզում եք արեք, ես ձեր հավեսը չունեմ։ Լավ գոր ջան, ամեն ինչ պարզ է, եթե Շահանեն չասեր զանգի։ Ասում եմ, ես ուզում էի փրկել, չկարողացա։ Ոչինչ գոր ջան, կմեծանաս, կկարողանաս։ Լավ դե ասա սիրտդ ինչ ա ուզում, ոնց նշենք այս հերոսությունդ։ Ով էս լավ բան ես ասում։ Դե ասա տեսնենք ինչ ենք անում։ Բա Դավիթն ու Աննան ուր են։ Շահանը Շատ լավ դասավորել է իր ապրես Աննա։ գորը զանգեց դուրս եկա։ Ու իզուրել դուրս եկա։ Պետքա մնայի ու վերջացնեի։ Ինչ եղավ վերջը։ Փրկվեցին բոլորը։ Չգիտեմ։ Ոնց չգիտես։ Դավիթ, հարի այստեղ։ Կարող ես ինձ շնորհավորել, ես ավարտեցի գիրքը։ Հա, լավ, շնորհավորում եմ, Սենսեի ջան։ Դավիթ, ինչ որ բան ա պատահել։ Մի տեսակ այսօր կիսատ ես։ Չէ, ոչ մի բան էլ չի պատահել։ Գորի պատմությունն ինչով ավարտվեց։ Փրկվեցին բոլորը։ Չգիտեմ։ Ոնց։ Չգիտես։ Ասեցի, չգիտեմ։ Չգիտես։ Արմեն լուր ես։ Չեկան։ Չեկան։ Դե դրա համար եմ լուր, ուզում եմ հասկանամ ինչի չեկան չի ստացվում։ Բայց կարող է իրանք են ճիշտ։ Մի հատ իրանց տեսանկյունից էլ նայի։ Դե փրկել է իրանց գործը չի։ Չէ, ես վստահ եմ, որ մենք ենք ճիշտ, որովհետև Մարիան մեր հետ է։ Մարիա ջան, դու ինչ ես մեր հետ։ Փրկել է բոլորիս գործն է։ Հա, այդ փրկարարը այսօր դա ասեց։ Ես իրենց հետ հոգեբանական սեսիայի ժամանակ կխոսեմ։ Շահանենը։ Հա, Շահանե ջան։ Արմեն, Գորը եւ Մարիան քեզ հետ են։ Հա, Շահանե ջան։ Կարող եք գալ իմ գրադարան։ Հա, Շահանե ջան։ Ինչ է եղել։ Գնանք գրադարան կիմանաս։ Այս գիրքը շատ լավն էր։ Հաջորդը որ գիրքն եք կարդալու։ Դե կսպասեմ ձեր խորհրդին։ Ահա։ Այս ինչ առիթով ենք հավաքվել։ Օնիկ, Արմեն, Մարիա, Գոր։ Մեզ բոլորիս ճակատագրական խոսակցություն է սպասվում։ Հավաքվել ենք մենք ընկերներով, ընտրում ենք արկածներ։ Սիրում ենք մենք հաղթահարել տարբեր փորձություններ։ Մարիա, Աննա, Արմեն ու Գոր, տևում ենք քարտեզի
որ հասնենք նպատակին։ Թող մանկությունը մերակի, հերտան գրգիր լինի, անցնենք փորձությունը ճոսով հետքերով արկածների, արկածների, արկածների հետքերով, անցնենք փորձությունը ճոսով հետքերով արկածների։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։